սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառից հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար կամ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի եւ նույնիսկ կառավարության որոշման մակարդակով։ Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Ես ինչ եմ ասում, որովհետև եթե մենք նույնիսկ հիմա օրենք ընդունենք, կառավարության որոշում ընդունենք, ինչքանով դրա իրավական լուծումները կգտնենք, դա ուրիշ հարց է, բայց այդ որոշումները չեն Եվրամիության կամ ընդհանրապես վերպետական կազմակերպության անդամագրվելու որոշում մեր սահմանադրության համաձայն կարելի է կայացնել միայն հանրաքվեի միջոցով։ Այսինքն սցենարներից որևէ պարագայում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, ես Հայաստանի Հանրապետության տեսակետից եմ ասում, երբ Հայաստան կնշանակվի հանրաքվե եւ մեր սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն։